Բարի լույս մեզ նոր միացած հեռուստադիտողներին, մենք շարունակում ենք լինել էկրաններին եւ ձեր օրը գունավորել արվեստով։ Իսկ այս պահին մեր տաղավարում է նկարչուհի Աննա Թորոսյանը, ով ձեզ բան ունի պատմելու։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Ինչպե՞ս է սկսվել ձեր առավոտը եւ առհասարակ ինչպե՞ս են սկսվում նկարչուհու առավոտները։ Շատ վաղ։ Վաղ։ Այո, ժամը 6-ի սահմանից արդեն ես արթուն եմ լինում ամեն առավոտ ու այդպես մտածում եմ արթնանամ ու սկսեմ իմ ստեղծագործական ընթացքը։ Ամեն օր նկարում եք։ Այո։ Թե կախված մուսայից կարող է լինեն օրեր, որ չնկարեք։ Չնկարելը հիմնականում պայմանավորված է գործնական աշխատանքի հետ կապված, բայց հիմնականում աշխատում եմ այնպես անել, որպեսզի ամեն օր կարողանամ ստեղծագործել։ Աննա, կետից կետ ցուցահանդեսը սկսվեց Երևանում, հետո Վանաձոր, ապա հասանք Թբիլիսի։ Այս տրանզիտը ինչպես գծվեց։ Ստեղծագործական աշխատանքներ հիմնականում դա քանի որ գրաֆիկական էին, այդպես մի քանի տարի աշխատելու ընթացքում պես որոշեցի, որ պետք է հասունացել այն պահը, որ պետք է այդ աշխատանքները ներկայացնեմ եւ հենց վերնագիրը այդպես որոշեցի կետից մինչև կետ եւ առաջինը որ լինի Երևանում, քանի որ մեզ մոտ Վանաձորում 17 թվականին էլի ունեցել եմ անհատական, այս անգամ որոշեցի հենց այդ նոր շարքը ներկայացնել Երևանում, հետո Վանաձոր, որից հետո արդեն այս տարի Թիֆլիս։ Այ ինչու հենց այդ վայրերը ընտրեցիք։ Դե Երևանը հասկանալի է, Վանաձորը այնտեղ եք ստեղծագործում եւ Թբիլիսին։ Թիֆլիսն էլ այդպես հայերը շատ են այնտեղ։ Այո։ Այնտեղ էլ ընկերներ, բարեկամներ ունեմ, ցանկացա հենց առաջին վայրը երկրից դուրս այդ ցուցահանդեսը տեղափոխելու համար լինի հենց Թիֆլիսը, որտեղ որ շատ հրաշալի եւ տպավորված եմ։ Այ պատմեք այդ տպավորությունների մասին։ Հետո նոր արդեն կխոսենք խորագրի ու ցուցահանդեսի մասին։ Ցուցահանդեսը Թիֆլիսում տեղ ունեցավ Վիրահայոց թեմի հայ արտուն կենտրոնում։ Այնտեղ ունենք բավականին շատ հյուրեր, որոնք կիսեցին իրենց տպավորությունները եւ կարծիքները ցուցահանդեսի հետ կապված, բավականին հետաքրքիր կարծիքներ արտահայտեցին, նույնիսկ որոշ մարդիկ լավ եւ կարեւոր խորհուրդներ տվեցին, որպես ստեղծագործող մարդ հետագայի համար, այդպես իրենց դուր եկավ աշխատանքները եւ ասացին, որ երկար տարիներ այսպիսի ցուցահանդես դեռ չէինք տեսել, ինչը ինձ շատ ուրախացրեց։ Նման պարագայում հասկանում ես, որ աշխատանքը արդյունք է տվել, այո, եւ ճիշտ էր այն, ինչ որ մտածել էի տանել եւ ցուցադրելու եւ կոչ արեցին շարունակ աշխատել եւ նորից գնալ այնտեղ ցուցադրության համար։ Կետից կետ։ Գիտեմ, որ այս խորագիրը շատ կոնկրետ նշանակություն ունի։ Պատմեք մեզ։ Կետից կետ խորագիրը եղավ, այսպես ասած, շարք կար 5 աշխատանքներ էին, որը որ էլի գրաֆիկական շարք էր եւ հենց դրա խորագրի հետ կապված, որ յուրաքանչյուր բան սկսում է մի կետից եւ ավարտվում մեկ այլ կետում։ Ցանկացած բան մեր կյանքում, անգամ մեր ծնունդը եւ մեր մարդու մահը էլի մի կետից սկսում է մեկ այլ կետում ավարտվում։ Եվ հենց զուտ այդ գաղափարը ինձ ստիպեց, որ ես կարողանամ այդ կետից մինչև կետ խորագիրը դնեմ, այդպես։ Իսկ ինչու այդ գաղափարը ձեզ ոգեշնչեց, թե երկար մտածել եք այդ մասին եւ ի սկզբանե նպատակ ունեցել եք այդ խորագրով ցուցահանդես կազմակերպել։ Չէ, հիմնականում դա եղավ եւ թեզիս աշխատանքներ երբ որ անում էի, հենց այդպես էլ կոչեց կետից մինչև կետ։ Եվ այդտեղից Ձեր դիմահարդարման մեջ կետեր եմ նկատում, կարծում եմ դա էլ է խորհրդանշական։
Այո, եւ հենց այդտեղից է սկսվեց, այսինքն քանի որ ես ամբողջ աշխատանքը հիմնականում անում եմ կետերով, եւ բուն հենց այդ շարքն էլ ինքը էլի կետերի արդյունքում էր արված եւ ես որոշեցի, որ հենց ցուցահանդեսը պետք է կոչվի այդպես, կետից մինչև կետ։ Այդպես։ Եկեք մի փոքր խոսենք ձեր ընդհանուր նկարչական ուղղության մասին, որը սյուրռեալիզմն է եւ ոչն էլ գրաֆիկական աշխատանքներ են։ Ինչպես եկաք այս ոճին եւ ժանրին։ Գրաֆիկական աշխատանքներ սկսեցի 17-18 թվականից, հիմնականում այդ ժամանակաշրջանից ավելի շատ sense խորացա գրաֆիկայի մեջ, բազմիցս նշել եմ Երվանդ Քոչարի տուն-թանգարան գնալուց հետո, որ ինձ շատ ոգևորեց, այդպես, հետո սկսեցի նկարել, որից հետո քիչ-քիչ վերածվեց կետերի։ Դա չեմ կարող բացատրել, թե ինչպես այդպես եղավ կամ ինչպես արեցի, ընթացք է, որ ժամանակը բերում է նրան այնինչ, որ տվյալ պահին կա։ Իսկ ինչ կարող ենք տեսնել ձեր նկարներում, թե նաև այդտեղ իմաստային յուրաքանչյուրը կարող է ինքը իր պատկերացումներով հասկանալ, թե ինչ կտեսնի։ Հիմնականում հոգեվիճակներ է, այնինչ որ կոնկրետ ինչ-որ բան հստակ ես չեմ փորձում նշել, կամ օրինակ ասեմ, որ հստակ օրինակ աղջիկ կամ տղա է նկարված, կամ այսինչ զգացողությունը, որ եղել է կոնկրետ դա է։ Այդ նկարների ստեղծման process-ը իմ ինքնաքննությունն է, այդ ընթացքում հազար բան է այսպես իմ մտքով անցնում եւ բոլոր այն էմոցիաները, որ ես ունեմ, բայց նկարների մեջ այո, ամփոփված է հենց բուն մարդը իր ամբողջ էությամբ եւ իհարկե միախառնված բնության հետ։ Այսինքն ի սկզբանե դուք էլ չգիտեք հստակ ինչ եք նկարելու, ձեր հոգեվիճակին եք տրվում եւ process-ի ընթացքում նայեք, այսպես է, զգացողությունը ինձ թելադրում է, որ ես վերցնում եմ թուղթը, այդ տափակարդության վրա ես սկսում եմ արդեն այդ ֆորմաները ստանալ, ավելի վիզուալ դարձնել։ Որոշակի ես զգում եմ ինչ եմ ուզում, ինչպես պետք է վերարտադրեմ։ Հետո երբ որ սկսում ես ստեղծագործել, որոշակի դե փոփոխություններ տեղի են ունենում։ Այդպես, եթե հստակ բաներ կա, որ պատկերացնես ինչպես ես անելու, նստես, այդպես շատ սենց մեխանիկական կստացվի։ Ընթացքն է հենց այդ, որ բերում է ինչ-որ նոր բանի, որը որ քեզ էլ է հետաքրքիր, բայց եթե չունենաս միտքը ստեղծագործական, պատկերացնես քո ձևով, քո ոճով ինչպես ես անում, այդ դեպքում շատ դժվար կլինի, իսկի պարագայում դա շատ հեշտ է լինում, քանի որ ես հստակ կարողանում եմ փոխանցել այնինչ, որ ես ուզում եմ։ Ասում եք, որ հոգեվիճակն եք ներկայացնում։ Հիմնականում ինչ հոգեվիճակում են այն ստեղծագործությունները ստեղծվում։ Լավ հարց է, այդպես տարբեր հոգեվիճակներում, բայց շատ այսպես ինձ համար սիրելի եւ կարեւոր գործեր կան ու ես նկատել եմ իմ ստեղծագործական process-ի մեջ, որ հիմնականում այդ գործերը ստեղծվում են ավելի շատ գուցե տխուր կամ գուցե մի քիչ ավելի այսպես այն ինչ-որ վիճակներում կամ ինչ-որ հիասթափություններ, ինչ-որ պահերի, երբ ամեն ինչ լավ է, այդ ժամանակ նույնպես նկարում եմ, բայց ավելի շատ նախընտրում եմ երաժշտություն լսել։ Քանի որ իմ ընկեր, այսպես ասած, հենց իմ ստեղծագործությունն է, որ միջոցով ես կարողանում եմ իմ ամբողջ էմոցիաները, իմ բողոքը, իմ ուրախությունը հանձնել թղթին։ Դրա համար այդ միակ միջոցն է, որ բացի ուրախությունից այլ զգացողություններ, երբ որ ես ունենում եմ ապրումներ, բնականաբար դա իմ նկարչության միջոցով է։ Իսկ կարող ենք նաև հասկանալ, թե ովքեր են նաև ձեր, այսպես ասած, երկրպագուները, ովքեր են հիմնականում, որ արձագանքում են ձեր այդ նկարներին, երիտասարդներ են, թե ավելի միջին տարիքի մարդիկ, ովքեր եւս այդ փնտրտուքների մեջ են գուցե։ Տարբեր տարիքի այդպես հստակ չկա եւ կան ավելի մեծեր, փոքրեր, քանի որ երեխաներին ես երկար տարիներ դասավանդում եմ նաեւ
երիտասարդներ, հետաքրքիր է նաև, որ ամեն սերնդի մեջ կան մարդիկ, որոնց հետաքրքրում է հենց իմ աշխատանքները, ինչը ինձ շատ ոգևորում է եւ նույնիսկ պարտավորեցնում այդքան իրենց փոխանցած ջերմությունը, էմոցիաները, նրանք էլ նույնպես սպասում են միշտ, որ ահա եւ նոր գործ պետք է արվի եւ նրանք պետք է տեսնեն այդ աշխատանքները։ Դա իհարկե շատ կարեւոր է, կարծում եմ, յուրաքանչյուր ստեղծագործողի համար։ Մեր ստեղծագործելու ժամանակ, այո, մենք անում ենք այն, ինչ որ մենք ենք ուզում, բայց ցանկացած արվեստի մարդ պետք է ունենա նաև հանդիսատես, դիտող, որը որ շատ կարևոր է, առանց դրա չի կարող լինել։ Իսկ որքան ժամանակում եք կարողանում ստեղծել մեկ նկարը։ Տարբեր, եթե օրինակ աշխատանքի բերումով կարողանամ նստել մեկ աշխատանքի վրա, գուցե մեկ շաբաթում կամ չգիտեմ, կամ ավել, աշխատանք եմ ունեցել։ Չեմ ասում, որովհետև կան նկարիչներ, ովքեր որ այսպես հստակ այսօր սկսել են եւ այսօր պետք է ավարտեն։ Եվ կան որ շատ երկարաձգում են, գուցե ամիսներով մեկ կտավը դեռ փորձարկումների ենթարկեն։ Դուք որ խմբին եք պատկանում։ Եթե նստեմ նկարելու, ասենք աշխատանքի չլինեմ կամ գործի բերումով ազատ լինեմ, ես նախընտրում եմ էմոցիաներս հանձնել հնարավորինս արագ, որովհետև օրինակ աշխատանքներ ունեն, որ գրեթե 1 տարի տևացել են, բայց ոչ թե որ process-ն է այդքան տևացել, այլ զուտ են, որ էմոցիաներս արդեն վերջացել են այդ նկարի հետ կապված, բայց շատ մեծ ցանկություն է եղել, որպեսզի ավարտեմ։ Այն ինչ որ տվյալ պահին զգում ես, պետք է հնարավորինս կարողանաս շուտ փոխանցես, բայց իմ խնդիրը այստեղ նա է, որ իմ աշխատանքները շատ արագ չեմ կարող ես անել, իրեն շատ ժամանակ է պետք, ինքը էտապներով, process-ով սենց առաջ է գնում ու այդ կետերը երկար ժամանակ է ինձնից պահանջում, որպեսզի ես կարողանամ նուրբ ու կոնկրետ կարողանամ միտքս փոխանցել, քանի որ տոնային հարաբերությունները եւ այլն իրենք ամբողջը ստացվում են այդ կետերի արդյունքում։ Աննա, գիտեմ, որ նաեւ արտ թերապիայով եք զբաղվում, կուզենամ լսել նաեւ ձեր գործունեության այս հատվածի մասին։ Թերապիայով դեռ 2012 թվականից սկսեցի հետաքրքրվել, երբ որ խմբակներ ունեի, որ երեխաների հետ աշխատում էի ու միշտ լինում են երեխաներ, ովքեր որոշակի խնդիրներ են ունենում, լինի հոգեկան առողջության հետ կապված, թե հենաշարժողական եւ այլն, եւ ես միշտ մտածում եմ ինչպես աշխատել իրենց հետ, ճիշտ մոտեցում ցուցաբերել, քանի որ ինձ համար նկարչությունը շատ կարեւոր դեր ունի եւ ես մտածում եմ, որ այն երեխաներն, ովքեր որ ուզում են, բայց ինչ որ կերպ չեն կարողանում իրենց դրսևորել կամ չգիտեմ գտնել այն վայրը, որտեղ կարելի է գնալ եւ աշխատել, ես սկսեցի ուսումնասիրել եւ այդ ժամանակվանից սկսած մեծ փորձ կա աշխատանքային, նաև հոգեկան խնդիրներ ունեցող մեծ տարիքի մարդկանց հետ աշխատել եմ նաև Սպիտակի խնամքի կենտրոնում, այստեղ Երևանում հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հետ եմ համագործակցում, այսինքն այդ հանգամանքը ինձ համար խնդիր չէ աշխատելու։ Աննա, կուզենամ որպես ստեղծագործող ձեզ հետ մի այսպիսի հետաքրքիր հարց քննարկել։ Այսօր շատ են նկարիչները եւ երիտասարդ եւ արդեն ավագ սերնդի։ Ըստ ձեզ ինչու է որ նկարիչները նկարչությունը առհասարակ չի դառնում այսպես ասած mainstream արվեստի ճյուղ եւ շատ տարածում չի գտնում, կարծես այսպես underground-ում ավելի այսպես կոնկրետ հետևող մարդիկ կան, կոնկրետ երկրպագուներ կան եւ այդ արվեստի ճյուղին հետևողներ կան։ Այ ինչ պետք է անել նաեւ որ սա այսպես համընդհանուր օգտագործման կարելի ասել նաեւ ինչ որ մի ճյուղ դառնա։ Դե կան գործեր կամ նույնիսկ արվեստի բնագավառեր, որ ընկալվում են հենց այդպես, նույնիսկ ինչու ոչ, նկարներ հենց, բայց մեծ մասամբ ավելի երբ որ համեմատական տանես արվեստի բնագավառի մեջ հենց կոնկրետ նկարիչներին, իրենք մի քիչ ավելի ինքնամփոփ են, ավելի փակ են, ավելի մեկուսի են, կարելի ասել եւ գուցե հենց դա է պատճառը, որ մեծ մասամբ այդքան տենց դե առհասարակ բոլոր արվեստագետներն են ինչ որ առումով
ինքնամփոփ, որպեսզի այդ արվեստի գործը ստեղծեն, չէ՞, դա կլինի նկարչություն, դա կլինի քանդակ։ Դե նկարիչները մի տեսակ իմ կարծիքով այդքան բեմի մարդ չեն, գուցե հենց դա է պատճառը։ Իսկ կարիք կա դա ավելի այսպես համընդհանուր դարձնելու, առաջին պլան բերելու, թե այսպես ավելի լավ է, երբ դու ինքդ քեզնով բարփակված ես եւ հստակ դա քո փոխելու համար չեմ կարծում, որ հստակ ու կոնկրետ ինչ-որ բան է պետք։ Պարզապես հարթակներ պետք է լինեն շատ, որ ամեն ստեղծագործող հնարավորություն ունենա ցուցադրելու ինչ-որ ժամանակ այնինչ ինքը անում է եւ տվյալ արվեստագետին բոլոր այն մարդիկ, ովքեր սիրում են իր արվեստը, գան եւ հնարավորություն ունենան դիտելու, ոչ թե կոնկրետ ինչ-որ միայն գեղանկարներ կամ չգիտեմ այլ ոճի աշխատանքներ, այլ բազմաժանր լինեն եւ այդ դեպքում տարածումը ավելի մեծ է լինում։ Այսօր եւ հիմա ավելի այս վիրտուալ աշխարհում ավելի շատ է տարածված, հիմա կարող են օգնել։ Իհարկե ոչ բոլորն են դեռ այդպես այդ հարթակներում կարողանում դրսևորվել, բայց ամենայն դեպս դա բավականին օգնեց շատ ստեղծագործողների ավելի հայտնի դառնալու, այո, եւ նույնիսկ քո ստեղծագործականի համար անգամ ուսումնասիրելու այլ երկրների ստեղծագործողներ ժամանակ առ ժամանակ ինչ են ցուցադրում, ինչպես են աշխատում, լավ է այդպես։ Իսկ այլ նկարիչների, այլ ստեղծագործողների հետ ինչ որ հետաքրքիր փորձի փոխանակում, հանդիպումներ, ձեր նեղ ստեղծագործական ոլորտում տեղի ունենում է, դուք մասնակցում եք նմանատիպ քննարկումների։ Միանշանակ, առանց դրա չի կարող, այդ հենց այն հոգևոր շփումներն են ստեղծագործող մարդկանց, որ ժամանակ առ ժամանակ հարկավոր է բացի քո ինքնամփոփ լինելը, քո ստեղծագործելը, նաև շատ կարևոր է, որ քո միջավայրում ունենաս այնպիսի մարդիկ, որոնց հետ կկարողանաս որոշ հարցեր քննարկել, խոսել, ինչը շատ մեծ կարևոր է նաև հենց բուն քո զարգացման եւ ստեղծագործական գործունեության համար։ Վերադառնալով կետից մինչև կետ ցուցահանդեսին, կա արդյոք արդեն մտահղացում, թե որն է լինելու հաջորդ կետը այս ցուցահանդեսի ցուցադրման համար։ Թե ուզում եք արդեն անցնել այլ աշխատանքների, այլ ցուցահանդեսներ Այս տարի նոր շարք սկսել եմ, դե իհարկե էլի կետերով, բայց կետից մինչև կետի շարքից բավականին աշխատանքներ դե կան, որը որ իմ նպատակներից մեկը հենց Իտալիայում ունենալ ցուցահանդես, ես սպասում եմ դրան եւ հուսամ այդ առիթով էլի քայլեր արդեն ձեռնարկել եք խոսելու այդ մասին։ Այո, աշխատանքներ արվում են, հուսամ դա կիրականանա։ Դա լինելու է կետից մինչև կետ խորագրով, թե արդեն նոր աշխատանքներ, նոր խորագիր։ Նոր աշխատանքներ կլինեն, չեմ կարող ասել կետից մինչև կետ հստակ կլինի թե չէ, գուցեև, բայց նոր համալրում կլինի ցուցահանդեսի մեջ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ բովանդակային ու հետաքրքիր զրույցի համար, ձեզ մաղթում եմ նոր ցուցահանդեսներ, նոր ոգեշնչումներ եւ հետաքրքիր աշխատանքներ։ Շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, ուսամ դեռ շատ առիթներ կունենանք հանդիպելու։ Ձեզ եւս։ Սիրելի հեռուստադիտող, այս պահին մեր զրույցն ընդմիջենք պատմական դադարով, որովհետև մեր գործընկերուհին հետաքրքիր թեմայով ռեպորտաժ է պատրաստել։